Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ օրվա թերևս ամենաշատ քննարկող թեմաներից երկուսն եմ հիմնականում առանձնացրել, իհարկե այդ թեմաներին նույնպես կանդրադառնանք։ Մեկը նոր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց, եւ երկրորդը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը իր սիրելի 4 կայքերին ու կանալներին։ Սկսենք նախ այստեղից նորքից, որովհետեւ անկեղծ ասած մեծ հաշվով սպասելի էր, որքան էլ որ մենք մեկը ես չեմ դատապարտել դա, ճիշտ է, ես դատապարտել եմ բռնությունը, բայց չեմ լավ ուսումնասիրելով եւ ի սկզբանե ծանոթ լինելով խնդիրներին, ասել եմ, որ շատ նորմալ արձագանք է, բայց այնուամենայնիվ այսպեսի որոշում է կայացվել նախ այն պատճառով, որ հանկարծ չլինի այնպես թե պաշտոնյա է եւ կարող է խոչընդոտել դատավարության ընթացքին, մյուս կողմից էլ ամեն դեպքում այո խոցելի վիճակում հայտնվում եւ դրանով չի կարելի թույլ տալ, որ անընդհատ շահարկվի այս թեման եւ շահարկվի տգիտաբար, անգրագիտաբար եւ միակողմանի երկակի ստանդարտներ կիրառելով ամեն դեպքում քաղաքացիների մոտ ամենատարբեր հակասական կարծիքներ կային, այնուամենայնիվ այնպես չի, որ հանրապետություն կուսակցություն այլ կադրեր չունի եւ երևի կուսակցության ներսում է այս որոշումը կայացվել, միասին քննարկել են, եկել են այդ եզրահանգմանը եւ քոչարյանական թևի, սերժական թևի ներկայացուցիչներին ասեմ հետեւյալը, ձեր մոտ այնուամենայնիվ չի ստացվելու, երբեք չի ստացվելու սեվացնել այս կուսակցությունների դեմքը, որքան էլ որ երազում եք դրա մասին, որովհետեւ կարծում եք, որ կա մի բաց տիրույթ, երրորդ թև, որտեղ որ կարող եք գտնվել դուք, դուք ոչ միտեղ չեք գտնվելու 26 թվականի ընտրություններում, որքան ուզում եք, ինչքան լուտանք ու թարախ ուզում եք թափեք կայքերով, դա միևնույնն է ավելի շատ կպնելու է ձեզ։ Հիմա ընթերցեմ, նորքի վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները, այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։ Հարգելի գործընկերներ, օրեր առաջ նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը եւ դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա եւ հասան ՀՀ թիվ 1 ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարկագիծը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու եւ դառնալու է շարժման առիթ այն, որ ես լինելով նորքի վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես նորք վարչական շրջանի ղեկավար։ Բայց ես երևի թե, չգիտեմ, երկրորդ հերթին կանդրադառնայի այս թեմային, որովհետեւ այնուամենայնիվ որքան էլ քաղաքային, նույնքան էլ քաղաքական թեմաներ են, եթե հանկարծ չտեսնեի մեկ այլ գրառում, որտեղ որ ինչ-որ մարդիկ որոշել են, որ իրենք կարող են գնահատական տալ այս կամ այն մարդու տղամարդկային հատկանիշների վրա, իրենք չունենալով որոշ հստակ արժեհամակարգ, չեմ ասում առհասարակ չունեն, բայց հստակեցված չի կարծես թե։ Տեսեք, կա մի հասարակական կազմակերպություն, ես հասարակական կազմակերպություններին մաքսիմում փորձում եմ չանդրադառնալ, որովհետև դա հասարակական գործունեություն է, բայց կան հասարակական կազմակերպություններ, որոնք որ անդրադառնում են քաղաքական գործընթացներին, ուստի պետք է որ պատրաստ լինեն հանրային կարծիք իրենց հանդեպ նույնպես լսելու, անկախ շփումներից, անկախ երբևէ ունեցած փոխադարձ հարգանքից, Հայկ Ստեփանյան, Հեղափոխության պահապաններ հասարակական կազմակերպության ղեկավար, այսպեսի գրառում է անում. Մալացե Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խոստացել էր, որ Հանրապետություն կուսակցության բոլոր պաշտոնյաներով կհեռանան պաշտոններից, եթե նոր վարչական շրջանի ղեկավարը ազատվի պաշտոնից։ Ինչքանով ինձ ասել են, Ռոմիկ Մխիթարյանը իր խոսքի տեր տղա է, հետևաբար սպասում եմ ձեր եւ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարի Ալբերտ Օվասապյանի հրաժարականներին։ Ասել եք, տղամարդ եք, արեք, ասեմ հալալա։ Ես իհարկե համառոտ կանդրադառնամ, եթե հարկ լինի հետագայում շատ ավելի մանրամասն էլ կարող եմ, բայց չեմ ցանկանում մտնել դեռ այդ դաշտ, այս գրառումն եմ ուզում քննարկել, ոչ թե Հայկ Ստեփանյանի անձը, որքան էլ որ մարդիկ ունեն այս պարագայում նույնպես հակասական կարծիքներ, բայց ինձ դա չի հուզում հիմա։ Ինձ հետեւյալն է հուզում։ Տես, Ռոմիկ Մխիթարյանը, այո, հայտարարել էր, որ եթե այդ
թեմայի պատճառով հերացվի Տիգրան Տեր-Մարգարյանը, իրենք վայր կդնեն իրենց մանդատները։ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվել այդ պաշտոնից, ես պիտի խնդրեմ Հայկ ուշադիր լինել, եւ որքան էլ դու կարող ես ատել կամ չսիրել կամ չընդունել օրինակ Երևանի քաղաքապետին, չսիրել, չհարգել, չընդունել իշխանական թևի ներկայացուցիչներին կամ այս կոալիցիան, այնուամենայնիվ դու որպեսի կարողանաս քննադատես, պիտի ամբողջովին ուսումնասիրես եւ մաքսիմում օբյեկտիվ լինես։ Այլապես ցանկացած մեկը, ով օրինակ նրանցից ում հետ դու հիմա աշխատում ես, հենց բերանները բացեն, ես կարող եմ քննադատել, ինչ ուզեմ ասեմ, ընդ որում դա իրենք են վաստակել։ Բայց կան օրինակ թեմաներ, որոնց ես չեմ անդրադառնում, ինչու չեմ անդրադառնում, որովհետև այդտեղ քննարկելու բան կամ չեմ տեսնում, կամ դրա կարևորությունը չեմ տեսնում, որովհետև որքան էլ անձը ով լինի, ինչ լինի, միևնույնն է հնարավոր է, ասենք որ ասում է պոլիփայտն էլ է տարին մի անգամ կրակում, կարող է տարին մի անգամ մի հատ ճիշտ բան ասեն, ասում ես լավ դե թող անցնի գնա, չնայած ինքը չէր որ այդ ճիշտը պիտի ասեր, բայց թող անցնի գնա։ Այս պարագայում հետևյալն է։ Ռոմիկ Մխիթարյանի նախ տղամարդկությունը ուզում եմ հասկանամ, այդ ինչից ես որոշել դնել կասկածի տակ։ Ինչից ես որոշել։ Կամ դու այն հասարակական կազմակերպության ներկայացուցիչն ես, ով պիտի որոշի ով է տղամարդ, ում է հալալ, ում չէ, դու կրում ես ձեր հասարակական կազմակերպությունը կրում է հետևյալ անվանումը՝ հեղափոխության պահապաններ։ Դուք հեղափոխությանը մասնակցել եք, դե նպատակները, հետին պլանները ձեր գործն է, ես չեմ ուզում վերածել բամբասանքի, հա, այս ամեն ինչը ինչեր ենք լսել, ինչեր գիտեմ, սա չեմ քննարկում։ Ես հավատում եմ, օրինակ, եկեք վերցնենք այսպես։ Ինչ որ կա, անունը ոնց է, հեղափոխության պահապաններ, որը հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո է ստեղծվել ու ամրացել պատերազմի ժամանակները, նույնպես որոշակի գործողություններ եւ այլն։ Հիմա դուք ցանկացած իրավիճակում միացած եք Քոչարյան Ռոբերտին, Սարգսյան Սերժին, նրանց ուժերին, Միհրանին, Բանանի, ով ռոզիսկի տակ է, Արշակին, Կարապետյան, ընդ որում դուք միացած եք նաեւ Ամերիկայից շատ մանկապիղծ սրբապիղծ արտահայտություններ անող անձնավորությանը, ու նրա հետ հեռախոսով կապի մեջ եք։ Հիմա ինձ ասեք, դուք ձեր հասարակական կազմակերպությունը որ հեղափոխության պահապաններն է, ումից է պահպանում։ Մի հատ եկեք հասկանանք այս կերպարը, ու ով է էլի այդ ասողը ում է հալալ, ում չէ։ Ով է խոսքի տեր, ով խոսքի տեր չի։ Դες իսկապես կարծում եք, որ տենց ամպագորգոր արտահայտություններ անողը դուք պիտի լինեք։ Դուք ձեր անունը մաքրելու խնդիր ունեք։ Մաքրելու էլ չէ, անգամ արդեն մաքրելն էլ չի փրկի, որովհետև բաներ կան, կարմիր գծեր կան, հասկանում եք, կարող է մարդը որոշակի սխալներ թույլ տալ, սայթակել երբեմն եւ այլն, բայց գոյություն ունեն կարմիր գծեր, որոնցից այն կողմը արդեն մի քիչ ընդունելի չի լինում։ Դուք անցել եք այդ կարմիր գծերը, անցել եք բոլոր առումներով, հիմի կանգնել եք, ասում եք բանա, թող դե մանդատը դնի։ Մարդը ասել է, եթե հեռացնեն, սրա համար հեռացրեցին դնելու եմ։ Ու ես վստահ եմ, որ ես ասեմ ավելին, ես շատ լավ ճանաչելով ու իմանալով Ռոմիկ Մխիթարյանի բնավորությունը, շատ լավ իմանալով, ես արդեն սրտատրոպ սպասում եմ, հանկարծ այդպիսի բան չլինի, որովհետև գիտեմ, որ կդներ, իսկ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում նա հիանալի ղեկավար է։ Միշտ ընթառաջ գնացող բնակիչներին միշտ հանդիպումների մեջ, միշտ շրջայցերի մեջ ցանկացած միջոցառում առաջին կետում տեղում պահպանում, միշտ դուռը բաց է քաղաքացիների հետ հանդիպման եւ նրանց առաջարկները լսելու համար։ Թե որքանով են դրանք արդյունավետ դառնում, կներեք, բաներ կա իրենից միայն կախված չի, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք հիանալի ղեկավար մեր վարչական շրջանում։ Հա, չէ, բայց պարզերևում է, որ դուք թիրախավորել եք Հանրապետություն կուսակցությունը։ Պարզ երևում է Արամ Սարգսյանի կուս, անգամ ես վերջերս նույն Տարոն Չախոյանը դարձյալ դուրս էր եկել, տեսեք, բանը Հանրապետություն կուսակցությանը անվանում էր Թալանչի։ Այն որ անվանում էր Թալանչի, դա դեռ հարցի մի կողմն է։ Այստեղ ինչն էր ինձ հետաքրքրում, ես նայում եի երկար, նայում եի ինչ է խոսում, որովհետև գոյություն ունեն դասագրքային կանոններ, այդ դասագրքային կանոնները, երբ որ ձեզ բացատրում են, նույն Տարոն Չախոյանին, երբ որ բացատրում են, գոնե այդքան
սենց գիտեք, սենց բան կար, չէ՞ դպրոցում, ասում էին դու նույն բանը գրի, բայց քո բառերով։ Սովորացնում էին ոնց է պետք գրել, բայց ասում էին քո բառերով գրի։ Դուք գնում եք, փոխանակ ձեր բառերով գրեք, գնում եք ոնց ասել են, դա եք արտագրում ու դա տեսանելի է լինում մեզ համար։ Հիմա ձեզ հրահանգված է կոնկրետ Տարոն Չախոյանին Թալանչի բառը ամեն նախադասության մեջ 5 անգամ օգտագործել Հանրապետություն կուսակցության ուղղությամբ։ Այ էս էլ կանգնել է, հենց Թալանչի բառը տեղի, անտեղի անընդհատ ասում է։ Անընդհատ ասում է։ Ու դու զգում ես էլի դասագրքային կրթությունը, որ տվել են ձեռը ու ասել են սա կանես։ Հասկանում ես, այլապես ասենք ինչ է նշանակում Թալանչի Հանրապետություն կուսակցությունը Թալանչի, երբ, որտեղ, ինչ է։ Այդ կուսակցությունը իշխանություն չի եղել, ընդդիմություն էլ մեկ եղել, մեկ չի եղել։ Այ քեզ բան։ Իր խոսքի տեր տղա է, Ռոմիկ Մխիթարյանը այնքան իր խոսքի տեր տղա է, ես չեմ ուզում մտնել մատի ու մատանու արանքը, եւ անկախ նրանից, որ Ռոմիկ Մխիթարյանը ինձ համար շատ հարգված մարդ է, հայ ջան, դու էլ պակաս հարգված չես եղել իմ կողմից։ Հիմա էլ դու գիտես իմ վերաբերմունքը, ես փորձում եմ նեյտրալ լինել։ Բայց ես կխնդրեմ մի քիչ այլոց տղամարդկությունը դնել։ Այ օրինակ Սրբազան պայքարի մեջ եք, Սրբազանի տղամարդկությունը չկա կացկացի տակ դնելու տեղ։ Ռոբերտ Քոչյանի, Բանանի Միրանի տղամարդկությունը չկա կացկացի տակ դնելու տեղ։ Դա բանը Արշակ Կարապետյանի տղամարդկություն։ Լավ, Դոգի տղամարդկությունն էլ չկա կացկացի տակ դնելու տեղ։ Ես ամեն ինչ վերնագիրը պիտի դնես, հայ, պետ կրկես, իմիջայլոց հիշեցնեմ, այդ կրկեսը ինչ եղավ, այն երեխեքը, որ պիտի գնային կրկես, արդեն բանակում ծառայում են, կարող է, գոնե նրանց երեխաները գնան կրկես։ Չես իմանում ինչ խոսես։ Եվ չես էլ ցանկանում կոպիտ խոսել, իսկապես չեմ ցանկանում կոպիտ խոսել։ Այս մանիպուլատիվ մոտեցումները, միակողմանի դիտարկումները մի տեսակ շատ չեն, մի տեսակ sense համակարգված չեն, մի տեսակ բոլորով չէ կետ անում, բոլոր այն թևով, ովքեր որ ամեն ինչ ուզում են անեն, որ իշխանապողություն լինի, ընդ որում իշխանապողություն պիտի լինի։ Ասենք ես անկեղծ ասեմ Ժորժ ջան, չկարծեք ես կողմ եմ իշխանության լճացմանը, բացարձակ։ Բնական է, որ ժողովրդավար երկրը այնքանով է ժողովրդավար, երբ որ ժամանակ առ ժամանակ իշխող ուժը փոփոխվում է, փոփոխման է ենթարկվում, այ հենց այդտեղ է ծնվում հենց քաղաքական պայքարը, որ քաղաքական ակտիվության, քաղաքական գործունեության արդյունքում կարողանան դիվիդենդներ հավաքել հետագայում քաղաքական դիրք գրավելու համար, հա։ Բայց կներեք, հեղափոխություն նոր ենք արել, հազիվ պրծել ենք այդ ծիրաններից, հիմա հեղափոխություն պիտի լինի, ասպես ով անողը, նրանք ովքեր շփրտված են վաղուց։ Կամ ինչի համար պիտի արվի։ Ինչ է ինչի, ասենք, չգիտեմ, անունը ինչ է դրվում։ Ասեմ ինչ է դրվում ձեր կողմից անունը դրվում է պարզ առհամարանք ավելի քան 650,000 քաղաքացիների հանդեպ 650 չէ, նախ ավելի շատ է, բայց 650 կլորացած տիվ, ասենք մենք հայերով սիրում ենք տվերը կլորացնել։ Բայց հավատացեք կլորացումը այնքան է լինում, որ այդքան ձենի պատճառով դուրս էին մնում մարդիկ քաղաքական ուժերը։ Այնպես որ այս անիմաստ բաներով խորհուրդ կտամ չզբաղվեք ու մի քիչ գիտեք օրինակ ես էլ բանա հասարակական կազմակերպություն է մերը հանրային օրակարգի պաշտպանություն ես երբեմն նեղվում եմ նրանից լինելով նախագահ այդ կազմակերպության նեղվում եմ նրանից որ իմ օրը 24 ժամ է ու ես չեմ կարողանում արդյունավետ օգտագործել ու ամբողջովին, հա, ամբողջ ծավալով աշխատել, որովհետև կամավորական ներուժի որոշակի պակաս կա, 1000 բաներ կա, գրաֆիկի եւ այլնի հետ կապված, աշխատանքային բաների։ Բայց ամեն դեպքում փորձում ենք մաքսիմում բաներ անել, ասենք հիմա էլ նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, ինչի մասին առաջիկայում կներկայացնեմ, սիրելի հեռուստադիտողներ, հուսամ ձեզ դուր կգա ու առաջարկներ էլ կլինեն։ Բայց դրա մասին վաղը կամ մյուս օրը սիրով եթերում կհայտարարեմ։ Հիմի, բայց փորձում ենք հանրային օրակարգի պաշտպանություն անվանը լինել համահունչ։ Փորձում ենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, որտեղ անունը դա է։
Ասենք են հայկական սերիալների նման չէ, էլի, որ մեկի անունը, ասենք կերպարի անունը դնում են մի չգիտեմ, բացասական կերպարի անունը դնում են մարդկանց մտածողության մեջ դրական բան ունեցող անուն, ասենք բացասական կերպարի անունը մեկ էլ կարող է դնեն Արտավազդ կամ կարող է դնեն Տիգրան։ Սենց ապուշ անգրագետ բաների շատ ենք չի հանդիպում, կամ դրական կերպարի անունը մեկ Արտասամանյան անուն։ Առանց հասկանալու, թե դա ինչ հետք կարա թողնի լեզվամտածողության վրա։ Հիմա նույնը էստեղ է։ Անունների հեղափոխության պահապանները, հեղափոխությունը հենց հիմա դուք բան եք անում, ոտնահարում եք հեղափոխական արժեքները, եւ հեղափոխական արժեքները գիտեք ինչ, այո, ամեն մեկի գործունեությունը կարող է ձեր սրտով չլինի։ Օրինակ, երբեմն ես էլ Տիգրան Ավինյանի գործողություններն կարող են երբեմն սրտովս չլինել, ընդհուպ մինչեւ Նիկոլ Փաշինյանի էլ։ Բայց ես շատ լավ վստահ լինելով, որ գնում ենք այդ ճանապարհով ու հնարավոր է որոշ սխալներ ու թերություններ, միևնույնն է, ես ինքս էլ գնում եմ այդ ճանապարհով։ Այնտեղ ովքեր կհանդիպեն այդ ճանապարհին, շնորհակալություն, ովքեր չեն հանդիպի, ուրեմն կարող է ես ուշադիր չեմ եղել, բայց ովքեր հոսքին հակառակ են գնում, ես չեմ կարող ոչինչ չասել։ Այնպես որ կխնդրեմ մի հատ էլ նիստը ուշադիր նայեք ու տեսնենք հետո ինչ հրապարակում կլինի, չնայած կարծում եմ հետո հրապարակումը լինելու է իմ այս եթերի մասին։ Ահա։ Եվ գիտեք, երևի ուզած թե չուզած անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որը այսօր լուսաբանվեց։ Ես այդ հարցազրույցի անունը կդնեի որոշակի սխալ արտահայտությունների շտկում կամ հայկական համալսարան համար 2, որովհետև այնտեղ թեզեր կար, որոնք որ փորձում էր սենց խմբագրել, որը որ թույլ էր տվել հայկական համալսարանում ու արժանացել էր հասարակության բացասական վերաբերմունքին մեղմ ասած, նա փորձում էր այնտեղ ինչ-որ արդարացումներ ու խմբագրումներ մտցնել, ընդ որում դա անում էր բավականին փնթի ձևով, պահպանելով միևնույն է իր գիծը։ Եվ ամենամեծ խնդիրը հենց ամենասկզբից է, այն մինչև սկսելը, կապ չունի, սկսելուց հետո դու ինչքան սիրուն նախադասություններ կասես, բառակապակցություններ, ինչպես կնկարագրես եւ այլն, դա կարող է անել ցանկացած մեկը, հասկանում եք, նստել ու խելացի բաներ խոսել։ Խելացի բաներ խոսելը մի բան է, այդ խելացի բաների սկզբունքներով ապրելը մեկ այլ բան է։ Ուրեմն նստել ու խելացի բաներ խոսել կարող են բոլորը, բայց եթե դու վստահ ես, որ դու սկզբունքային մարդ ես եւ խելացի բաներ ես խոսում, ապա կարող ենք իմանալ ինչու 4 լրատվական։ Ինչու 4 լրատվական։ Ինչու հենց քո լրատվականները, այն լրատվականները, որոնք դու ես կառավարում։ Տես դուք զերոնցով նստած խոսում եք ու էդի դնում եք հանրային բանի տիրույթում ու մարդիկ էլ ում մոտ որ քո արտահայտածից, քո լրագրողների կիսատ պռատ տված հարցերից ու քո կիսատ տված պատասխաններից նոր հարցեր ա ծնում, հնարավորություն չկա դրանք ստանալու։ Որ ինչ, դու տենց կարծում ես, որ դու այն մարդից, որ ասում ես բան ես ասում ծանրակշիռ ու դա փակում է բոլոր խոսակցությունները եւ վերջ։ Ինչի կարիք ունես, որպեսզի մարդիկ քեզ դիտեն, խնդրեմ, հրավիրում եմ այստեղ, արի նստի, թող դիտեն։ Արի, այստեղ մի երկու բառ էլ շփվենք, պարոն Քոչարյան։ Եկեք նստեք, շփվենք։ Ասենք օրինակ, Free News-ը լրատվական հեռուստատեսությունը։ Ինչի՞ չեք հրավիրել։ Ինչից էիք վախենում, ինչ էինք անելու։ Ինչ ջրի մեջ ինչ էինք, ձեր դուստրներ փոխելու էլի ջուրը, չգիտեմ։ Ասենք ինչ էինք անելու։ Հարց էինք տալու, դուք հանրության բոլոր շերտերի համար եք, չէ՞ խոսում։ Անընդհատ ասում ես, բանը, 10 տարի ես նախագահ եմ եղել, օքեյ, դու նախագահ ես եղել ում։ Ում։ Մի թայֆայի, եթե դա խոսքը մի թայֆայի մասին չի, այլ հասարակության մասին, ապա հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչ լրատվականներին պիտի հրավիրած լինեն։ Ինչից ես վախենում։ Մնացածը արդեն վերջ, հենց այստեղ փլուզվում է այն ամեն ինչի միտքն ու իմաստը, ինչը կարող ես արտաբերել եւ մաքսիմում կարող ես փորձել խելացի անել, ինչը միևնույնն է չի ստացվում։ Միևնույնն է չի ստացվում, իսկ կոնկրետ ինչը չի ստացվում, գոնե առաջին 15-20 րոպեն դիտելուց հետո ես կարող եմ ասել կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու տեսնենք
Այն առաջին գոնե մի քանի րոպեում լրագրողները ինչ հարց են տալիս նախ։ Եվ ինչա պատասխանում բանը Ռոբերտ Քոչարյանը։ Բայց լրագրողների հարցերն էլ տեսնում ես, որ հստակ նախապես մի հատ նայել են ամեն դեպքում որ ճուճուճու սա դրանքներ չլինեն հանկարծ։ Ու հարց է տալիս լրագրողը, ասում է դե խաղաղության պայմանագրի հետ կապված մի հատ երկար ձևակերպում, որ հենց հարցը ինքը խնդրահարույց է։ Ասենք այդ հարցին պատասխանել չի կարելի, որովհետև այդ հարցը արդեն սխալ տեղից է տրվում, ասում է խաղաղության բանը պայմանագիրը Հայաստանի ներքաղաքական դաշտում գործունեություն ծավալելու համար է։ Ու սրա այս միտքը արտաբերում ասես լայն կոնտեքստում ու ավելի երկար ու հետո վերջում ինչ որ հարց է ձևակերպում, թե բա գիտեք բանա, այնտեղ երկու կետերը, մեկը Մինսկի խմբի լուծարումը, մյուսը սահմանադրության փոփոխությունը, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։ Եկեք հիմա չասեմ ինչա պատասխանել Քոչարյանը, նախ հարցը քննարկենք, որովհետև այս տեսակ տված հարցին Քոչարյանը ինչ ուզեր կարար պատասխանել, ասենք օրինակ կարող էր պատասխանել լավ եմ, դու ոնց ես։ Հասկանում եք, նույն տրամաբանության լոգիկայի մեջ էր լինելու։ Տես, ընդդիմությունը հարգելի լրագրող, ընդդիմությունը, Քոչարյանի թևը, մյուսը, ինչ են ասում։ Ասում են, որ իրենք ծանոթ չեն խաղաղության պայմանագրի կետերին։ Իրենք ծանոթ չեն։ Հետևաբար դուք ենթադրում եք, որ այդպիսի բան կա։ Այսինքն գոնե ձևակերպելուց ենթադրաբար բառը օգտագործեք, ասեք ենթադրաբար խոսքը էս երկու կետերի մասին է։ Չէ, դուք դիտավորյալ դա չեք անի, բայց ձեր էլեկտորատին ինչ ցույց տաք, եթե ենթադրաբար բառը օգտագործեք, ել ձեզ դիտող չի լինելու, ասա, ենթադրելով են սրանք խոսում, այո, արգելներս ենթադրելով։ Սա մեկ, երկրորդ։ Մինսկի խմբի լուծարման հետ կապված քննարկումներ կան, առաջարկել է քննարկել, դա Նիկոլ Փաշինյանը։ Առաջարկել է քննարկել, ինքը անձամբ իր տեսակետը հայտնել է, բայց թողել է դաշտում, որպեսզի քննարկվի դա։ Քննարկեք, նստեք քննարկեք, եք վախենում քննարկելուց։ Սա մեկ։ Երկրորդը արդեն սահմանադրությունը, մայր օրենքը փոխելը Ալիևի հրանգով։ Ես չգիտեմ, այս լրագրողները կուրացրել է իրանց ատելությունը, թե ինչ է արել, որ չեն հետևում պաշտոնական հայտարարություններին արտգործնախարարության եւ վարչապետի ապարատի։ Թե վարչապետը, թե Արարատ Միրզոյանը ամենատարբեր հանդիպումներում ընդհուպ միջև Ուղիղ Բայրամովի հետ պանելային քննարկման ժամանակ պարզ ըմբռնելի ձևով ասել է հետևյալը, որ մեր սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան եւ ճիշտ հակառակ մենք ենք նկատում այնտեղ տարածքային պահանջներ, բայց մենք այդ խոսույթը չենք բերում առաջին պլան մի բանի համար, որ նույն այդ 17 կետերի մեջ կա մի հատ կետ, որի հիման վրա խաղաղության պայմանագրից բխելուց հետո աշխատանքների ընթացքում ոչ մի կողմը, ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չի կարող հղում անել իր սահմանադրության որևիցե կետի։ Այսինքն անգամ եթե լինեն տարածքային պահանջներ, խաղաղության պայմանագրով դա չեզոքացվում է կոնկրետ այս հարաբերությունների շրջանակներում։ Հասկանում եք, թե չէ։ Եվ գիտեք, ես ինչու եմ հասկանում, որ անընդհատ իրենք դնում են անհասկացողի տեղ ու այս թեզը առաջ են տանում։ Ասեմ ժողովուրդ ջան, որովհետև Հայաստանի Հանրապետությանը խիստ անհրաժեշտ է դեռ մինչև պատերազմը, դեռ գիտեք ինչ, մինչև հեղափոխությունն էր անհրաժեշտ, բայց ցավոք չստացվեց, չէր կարող ստացվել, որովհետև Հայաստանի անհրաժեշտությունները չէին բխում կլանային համակարգերի անհրաժեշտություններից ու առաջնահերթություններից։ Տեսեք,
Խիստ անհրաժեշտ է սահմանադրությունը որոշակի փոփոխությունների որպեսզի ենթարկվի։ Եվ մարդիկ, սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ թվում է, թե դա Ալիևի երանգով է, ապա բացեք, խնդրում եմ, սահմանադրությունը, կարդացեք, նա տեսնենք, այդ որտեղ եք գտնելու այն, ինչը ասում է լրագրողը, ինչին փորձում է պատասխանել երկրորդ նախագահը։ Մենք եկեք գտնենք, էլի։ Կա պահանջներ, թե չէ, ինքնուրույն բացեք, կարդացեք։ Սահմանադրությունը մեր պիտի փոփոխվի։ Հասկանում եք, առհասարակ սահմանադրությունը երբեմն update անել պետք է լինում։ Մեր պարագայում նախագահականից անցել ենք բանի, պարլամենտականի։ Ու ահագին բաներ կան, որ կառավարման, ճիշտ ու արդյունավետ կառավարմանը խանգարում են։ Երբ որպեսի չխանգարի, մասնագետները նստած աշխատում են, սահմանադրագետները, եւ ներկայացնելու են մեր դատին։ Բայց սրանք շատ լավ իմանալով, որ հանրությունը կարող է քվեարկության ժամանակ այո քվեարկել եւ սահմանադրությունը ենթարկվի փոփոխությունների, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին կառավարման արդյունավետությունը բարձրանալու է, իրենք դրա անունը դնում են, թե իբր դա Ալիևն է պարտադրում։ Նա էլ այնտեղ նստած, արասում ակ, հլը մի րոպե, սրանք, որ սենց բան են ասում, սա ինձ ձեռնտու է, եթե ես ասում եմ, այո, այդպիսի բան կա, նշանակում է, որ ես Բաքվում նստած կարողանում եմ ազդել հայաստանյան ներքաղաքական եւ ներքաղաքացիական տրամադրությունների վրա, ապա ինչը ժամանակ առ ժամանակ անկապ տեղը մի հատ չասեմ, հա, կա խնդիր։ Ու սա է, այսինքն այս մարդը, իր լրագրողները եւ առհասարակ իրենց թիմը Հայաստանի Հանրապետության արդյունավետ կառավարմանը դեմ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը նախ ինքնուրույն չպիտի կառավարվի։ Եվ դրա մասին նույնպես խոսում են։ Այսօր նստել ասում է, չէ, դե այդ միութենական պետություն ես որ ասում եմ, մի քիչ ուրիշ բան է, դա հələ չգիտենք էլ կլինի թե չէ։ Ես այլ մի բան եմ ասում։ Ինչի, ասում է Եվրոպան Եվրոխորհրդարանը ինչ սուվերենության կորստի մասին փայլուն օրինակ չի, ոչ, դու Ռոբերտ Քոչարյան 10 տարի ցավոք սրտի եղել ես երկրի ղեկավար ու աշխարհը այդպես էլ չես հասկացել, բացարձակ ոչ մի կերպ չես հասկացել, դու չես հասկացել Եվրամիությունն ինչ է, եւ գիտեք ինչ, ես հիմա չեմ նստելու Եվրամիության գովքա անել, որովհետեւ ինքս այն քաղաքացին եմ, որ հակված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի մաքսիմում փորձի շատ երկրների հետ աշխատի, գործընկերային հարաբերություններ ունենա։ Իհարկե հասկանում եմ, որ պետք է որոշումներ կայացնել ավելի կայուն բանին, ասենք ուղղությանը ավելի որպեսի խորացվի, բայց մյուս կողմից էլ չպետք է դա լինի ամեն գնով։ Քո ցանկությունը Ռոբերտ Քոչարյան, այ մի հատ էլ բան էր դրել, տարածվում էր, պետք է միասին կերտենք ավելի ուժեղ Հայաստան։ Դու Հայաստան բառը, Հայաստանի Հանրապետություն, դու ինչ ես հասկանում։ Օրինակ ես Հայաստան ասելով, առհասարակ ցանկացած պետության անուն ասելով, հստակ հասկանում եմ, որոշակի սահմաններ ունեցող պետություն, որը անկախ պետությունը իհարկե ունի որոշակի ազդեցության գոտիներ, բայց ինքը անկախ պետություն է։ Եթե դու մի կողմից անկախությանը դեմ ես արտահայտում, դու եւ ոչ միայն դու, քո թիմը դաշնակներով հանդերձ դեմ եք արտահայտում, կարող ենք հասկանալ ինչ ուժեղ Հայաստանից ասում, Հայաստան ասելով ինչ նկատի ունես, ռեգիոն նկատի ունես, պետություն նկատի ունես, ինչ նկատի ունես, որովհետեւ այն մյուս կողմից էլ քո այն մյուս թևը ջիհադիստական պայքար է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանագծման ու սահմանազատման դեմ, ինչը որ կոնկրետ պետության առավել հիմքն է։ Անկապ սիրուն բառերը ասելով չի, ուժեղ Հայաստան, ինչ լավ է, չէ՞ հնչում, եկեք բոլորս կերտենք ուժեղ Հայաստան, շատ լավ է հնչում, շատ գեղեցիկ է, բայց այդ ուժեղը որտեղ է, եթե դու ուզում ես Հայաստանը ենթարկացնել մեկ կայսրության, իսկ կայսրություններում, երբ որ ժողովուրդը հանկարծ ինչ-որ մի պահի որոշում է ինքնորոշվել, նրա շերեփ անպայման պարզվում է, որ թղթե շերեփ էր։ Դու ինքդ Ռուսաստանի միանալու կողմն ես, քո ողջ թևով։ Դու հիմա եկել ես ի՞նչն ես փորձում արտահայտես։ Կամ Ալբանիայի հանդիպումներն է քննարկում, ասում է, այդտեղ խայտառակ կադրեր էին, դա մեր, չգիտեմ ինչին ակապ եւ այլն, հա, իմիջայլոց։ Ինչն է հետաքրքիր, Քոչարյանին խորհուրդ էին տվել։ Ասել էին, լսի, որ ասում ես հայեր, քեզ մի օտարացրու, ասա մենք հայերս
Մենք հայերս էդի ասա, որովհետեւ դա շատ է շահարկվում։ Հետո անպայման ասա մեր ազգը, սենց բաներ ասա, մեր հայ ազգը, սենց բաներ ասա, որովհետեւ ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանին 30 տարուց ավել ճանաչելուց հետո էս մի թակ, էս մի հատիկ հարցազրույցի մեջ մենք տեսնում ենք այդ խմբագրումը ինչպիսի զարմանք, ինչպիսի մոտեցում մենք հայերս խայտարակ եղանք այդ կադրերը դիտելով, այսինքն Ալբանիայում իրեն ալբանացի ներկայացրած անձը խոսում է Ալբանիայի հանդիպումների մասին մեկ եւ երկրորդ խոսում է կադրերից այն անձը, ասենք ով կինդեր ձվիկ էր հավաքում նստած, կարևոր հանդիպումներից առաջ նստած կինդեր ձվիկ էր հավաքում ու բավականին երկար էր հավաքում, ոնց որ թե այդքան էլ հեշտ չէր ստացվում, էլի այդ բացել ինստրուկցիաներ նայում, հիմա այս երկու դետալը ինչ պիտի անի, որտեղից պիտի կպցնի իրար։ Ախր չի կարելի, էլի, չի կարելի։ Որ կադրերը են չէին։ Մի հատ ասա, օրինակ այս ինչ կադր է, ինչ կադր է։ Տեսեք, ցանկացած բան, օրինակ սա եթե այսպես ես ձեզ ցույց տամ ու ասեմ սա ինչ է, դուք ասելու եք ուղիղ սև գիծ է, չէ՞։ Որովհետև նայվում է այս անկյունից։ Իսկ եթե այս անկյունից նայեք, տեսնելու եք էս, ասելու եք, որ սա բան է, մոբայլ է, գադջետ է, չգիտեմ, հեռախոս է, ճիշտ է։ Սենց նայեք, մի քիչ ավելի կարճ գիծ է, ես շատ գիտեմ։ Ցանկացած բանին գոյություն ունի դիտանկյուն, տեսանկյուն։ Ու կանգնել այդ կադրերը մենք նայում ենք, որ կադրերը։ Երկրի ղեկավարը գնացել է ասում արի մի հատ լնստի խոսանք։ Կոֆեի շուրջ։ Եվ ձեր թևի ներկայացուցիչները լցվել են, մեկը մի հատ հայ չեմ տեսե, որ Ալիևին վիրավորած լինի այդ նյութերի տակ։ Մի հատ հայ չեմ տեսել։ Բոլորը նստած Նիկոլ էին վիրավորում։ Ուզում ես հասկանաս, այդ հրապարակումը Բաքվում են հրապարակել, թե հայկական տիրույթում, էլի, ապշելու բան է, ապշելու բան։ Ինչ ուշքը գնում էր Ալիևի, գագաթնա ժողով էր, 1000 հոգի մարդ կար, ուշքը գնում էր Ալիևի հետ կոֆե խմելու, ես ինչ կարճ մտածողություններ է։ Վայ տարածաշրջանում հարցեր կա, բաղում այդ պիտի նստի կոֆե խմի, որ երկու բառ ավել զրուցի։ Ընդ որում վատ դիրքով չէր նստած, ես ասեմ, Ալիևը շատ sense հերո էր իրան պահում, խուսափում էր, իսկ ինքը լավ էլ առաջ էր նստած ու բան էր ասում։ Նայած որ տեսանկյունից եք նայում։ Հետո արժանապատիվ խաղաղություն, այս բառը ինչ որ շատ է, sense օգտագործում։ Մոտ իսկ ասեք արժանապատիվ խաղաղությունը ո՞րն է։ Բայց խնդրում եմ, ձևակերպումը ասեք։ Արժանապատիվ խաղաղությունը ո՞րն է։ Ձեր տեսանկյունից, то դաշնակների տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանի տեսանկյունից արժանապատիվ խաղաղությունը ո՞րն է։ Ինչպիսի տեսք ունի դա։ Այդ հավելյալ բառերը, որ մցնում եք, այն որ մարդկանց sense զգացմունքների հետ խաղաղ։ Ես ուզում եմ հասկանամ, ո՞նց ինչն եք դուք պատկերացնում արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղությունը երկու երկրների մեջ մի դեպքում է լինում։ Երկուստեք շահերի համընկումով։ Արժանապատիվը ո՞րն է։ Նվաստացնենք Ադրբեջանին ու խաղաղությունը, նվաստացնենք խաղաղությունն էլ հաստատեք, սահմաններն էլ գծեք, то Արցախի անկախությունն էլ ճանաչեք։ Բա ասում եք ամենամարտունակ բանակն ենք տարածաշրջանում, ոնց ուզում անում ենք, թուրքերի գլխին էլ կտցնում ենք։ Անեք։ Բախի չէր ստացվում։ Մինչև իմի նստած քիվեստ ամեն դեպքում լավ բաներ կա, էդ էլ կանեք։ Չկարողացաք ականջներից բռնեք, նստացնեք ու ստորագրել տակ։ Այդպես լավ բաներ անընդհատ կարելի է առաջարկել։ Ու ժողովրդին ասել, չէ, մենք արժանապատիվ խաղաղության ենք գնում, դրա համար մի 60,000 տարի ձգձգվում է էսի, ու դրա համար մեր բանը, այն բարեկամը Ադրբեջանին զինում է։ Բայց ոչինչ, էդի զինում է, որ նրանք չհասկանան, որ դրանով խաբսատալի Արցախը հեսա մեզ տա։ Էս չի ձեր ասածը։ Խոսում են տարածաշրջանային, այստեղ այն որ այստեղ արդեն բարդ է լինելու։ Այստեղ որովհետև այստեղ չես հասկանում արդեն։ Նայեք։ Ասում է հյուսիսից Ռուսաստանն է, նախ հյուսիսից Ռուսաստանը չի, Վրաստանն է։ Մեր հյուսիսային հարևանը Ռոբերտ Քոչարյան, այդ որ խորհուրդ ես տալիս քարտեզ նայեն մարդկանց, ես քեզ խորհուրդ եմ տալիս քարտեզ նայ։ Հայաստանի Հանրապետության հյուսիսային հարևանը Վրաստանն է։
Հարավային հարևանը Իրանն է, ոչ թե Թուրքիան։ Թուրքիան արևմտյան հարևանն է։ Արևելյան հարևանն էլ Ադրբեջանը։ Ասենք քարտեզ նայի դու։ Քեզ շատ է անհրաժեշտ։ Ու լավ կանես մի երկու գիրք էլ կարդաս, որովհետև դեռ քարտեզը մի կողմ։ Մի ամբողջ Վրաստան այնտեղ չի նկատում, էլի, ասում եմ մեր հյուսային հարևանը Ռուսաստանն է։ Փաստորեն մենք Ռուսաստանի հետ սահման ունենք, հեսա գնում ենք սահմանազատման։ Իմի լավ, այդ որ միշտ չեք ուզեցել նկատեք այլ պետություններ, այդ հələ մի կողմ, հարցի մի կողմն է։ Ասում է, հիմա ինձ ասեք, ամենամեծ մշակութային կապը ում հետ ունենք։ Իհարկե Ռուսաստանի։ Նայ, Ռոբերտ Քոչարյան։ Ես հասկանում եմ բարդ է, բայց պիտի փորձեմ։ Եթե խոսում ենք մշակութային կապի մասին, տարածաշրջանում ամենաերկար հազարամյակներով մշակութային կապը Հայաստանը ունի Իրանի հետ եւ Վրաստանի հետ։ Հասկանում ես։ Իհարկե հարցը դա չի, ես չեմ ասում, եթե մշակութային կապ ամենաշատը բանը հազարամյակներով Իրանի հետ է, ուրեմն եկեք մտնենք Իրանի կազմ, որ անվտանգ լինենք։ Դες բանը չենք ասում։ Առավել եւս որ Ռուսաստանն ու Իրանը մի անգամ ցույց տվեցին, որ ինչ որ մեկի կազմի մեջ մտնել է, այնքան էլ լավ բան չի։ Բայց եթե խոսում ենք մշակութային կապի մասին, մշակութային կապը ամենախորքային հազարամյակներով ընդཐུպ միջև արքաներ, որոնք իրար հորող տղեկ ու թորներ են եղել, մեկը ընդեղա կառավարել, մեկը ստե, մենք ունենք Իրանի հետ։ Հասկանում ես, Քոչարյան Ռոբերտ, թե չես հասկանում, Քոչարյան Ռոբերտ, այդ արհեստականությունը մեզ զզվելի է, եւ ես այստեղ ուզում եմ դիմել հենց ռուսական կողմին։ Լսեք, ձեզանից շատերը խոսում են իբր Հայաստանում ռուսաֆոբիա կա։ Ուրեմն, ասեմ ձեզ, եթե հանկարծ ինչ-որ մի օր իսկապես լինի ռուսաֆոբիա, ուրեմն վստահ եղեք դրա տարածողները, առաջին տարածողները Քոչարյանն ու Սերժն են, որովհետև այս վարկաբեկված անձիկ իրենց երբ որ համարում են ռուսամետ, այդտեղ դուք վարկաբեկվում եք, չնայած ձեր գործողություններին, մենք իհարկե կարող ենք Ռուսաստանի դաշտի գործողությունները ընդཐུպ Արցախում շատ կոպիտ քննադատել, որովհետև այո, դա դավաճանություն է եղել այս ժողովրդի հանդեպ, բայց մենք ռուս ժողովրդի հանդեպ խնդիր չունենք, մենք ռուսաֆոբ չենք, բայց ռուսաֆոբիա կարա ստեղծվի, եթե դուք շարունակեք շփվել այս երկու պախարակված անձանց հետ։ Նրանք ամենամեծ ռուսաֆոբիա տարածողներն են լինելու։ Դա իմացեք։ Կուզեք ընդունեք, չէ՞, կուզի մի ընդունեք, չգիտեմ, ձեր գործն է։ Մենք Ռուսաստանի հետ մշակութային որևիցե առնչություն չունենք։ Ես չեմ ասում, եթե չունենք, ուրեմն դա վատ է, ուրեմն չէ, չունենք։ Հա, ունենք շատ քիչ, վերջին ժամանակներում ընդ որում վատ հետևանքները ավելի շատ են եղել։ Սա հստակ գնահատականն է։ Ես չեմ ասում ուրեմն եկեք վաղնել որ վատ լինի։ Ոչ, մենք չպիտի կարողանանք մեր անցյալին ռեալ գնահատ, ասենք ռեալից պետքա փախնենք, փորձենք սիրուն ձևակերպել փաթեթավորել, ինչ կա էտա։ Ինչ կա էտա։ Հիմա նստել ասում է մի խոսքով գիրք կարդա, լավ։ Հա, իմիջիալոց Ռոբերտ Քոչարյան, հրավիրում ենք, եկեք կրթվել է նորաձև է շարժմանը, մասնակցեք, ներկա գտնվեք, հարցեր կունենաք, տվեք, ընդ որում վստահաբար սպասում են, այնտեղ ցանկացածին են սպասում, ասեմ ավելին։ Մարդիկ մի քանի անգամ հրապարակային ասել են, հենց այնտեղ այդ բանի շրջանակներում, բանախոսության, ասել են, որ իրենք շատ լավ են իրենց զգում, երբ որ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ են ներկա լինում։ Այնպես որ խնդրեմ, գնացեք, կարդավեք մի քիչ, այ մշակութային կապը, բայց մեկ է խոսում է, ասում է, եւ ո՞րն է պետության առաջին, չգիտեմ ինչերը, իհարկե բանակ եւ անվտանգություն։ Okay, սիրուն բանա լավ բանա։ Հիմա ում հասկանամ Ռոբերտ Քոչարյանի կերտած բանակը որն է եղել եւ անվտանգությունը, որը լի էր ռուսական ներուժով, ագենտուրայով, որն է եղել։ Պետության
բանակում եղել են ընդཐུպ միջև խառնածին գեներալներ, խառնածին ծագումնաբանական առումով, եղել են 6 հատ պաշտպանության նախարար, 6-ն էլ 7-ից 6-ը ռոզիսկի տակ են, 5-ը մեկի վրա էլ կոռուպցիոն գործը դրած է։ Էլ չխոսենք Արցախում ոնց են շահարկել հայ զինվորին, ինչ վտանգների առաջ են դրել, Բելա Քոչարյանով բանով, Արցախ տելեկոմներով ու չգիտես ֆիզիկական ամենատարբեր անվճար աշխատանքներ պահանջելով։ Եվ անվտանգություն, որի ասենք օրինակ, անվտանգությունը առաջին հերթին, որ ասում ես, հասկանում ես ԱԱՑ, չէ։ ԱԱՑ-ի այսօրվա ներկայացուցիչների 60%-ը ով թոշակի է անցնում, մեկ էլ տեմ ես, մի հատ ռուս մեկի հետ օրական զավտրիկապետ ուժինի մեջ է։ Մեկ էլ եթերը մոտեցավ ավարտին, չնայած էլի անդրադառնալու ենք ժամանակ առ ժամանակ, ասում պատերազմի ընթացքում, չգիտեմ, ես ինչ կոչեր բան, պատերազմի ընթացքում դու ես ունեցել խորհուրդ տալու եւ համաձայնվել չհամաձայնելու հնարավորություն։ Դու ինքդ կողմ ես եղել 44 օրյան կանգնեցնելուն, թե ասել ես չէ, պիտի կռվենք։ Այ հենց քո պատասխանը ո՞րն եղել 44 օրյային որպես պետության երկրորդ նախագահ։ Անպայման այդ հարցին կպատասխանես։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։